սիրելի աշակերտներ, իմ հարազատ ընտանիք, իմ որդիներ եւ աղջիկներ։ Քանի որ շուտով արձակուրդներ են, ինչը նշանակում է, որ կիսամյակի վերջ է, ինչն էլ նշանակում է, որ ես պետք է փակեմ ձեր կիսամյակները։ Հետևաբար, ես ձեզ, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես տալիս եմ հանձնարարություն, գրել շարադրություն, ինչ նվիրել դասղեկին վերնագրով։ Ավելի ճիշտ, ինչքան նվիրել դասղեկին վերնագրով։ Բացառության կարգով այս անգամ թույլ եմ տալիս, որ ձեր հարազատները ձեզ օգնեն շարադրությունը գրելիս։ Վերջ բալիկներս ազատ եք կարող։ Բարև ձեզ իմ սիրելի աշակերտներ։ Բարև ձեզ, ընկերներ։ Նստեք։ Հուսով եմ, բոլորդ պատրաստել եք ձեր շարադրությունները, որովհետև ձեր շարադրություններից է կախված ձեր իսկ կիսամյակի գնահատականները։ Դե հիմա ասեք տեսնեմ, ով է այդ համարձակը, որ առաջինը կներկայացնի։ Թումանյան, հեյ պարոններ ականջարեք, թափառական աշուղին, սիրուն տիկնայք, ջահել տղերք, լավ ուժ դրեք իմ խաղին։ Հովանես Թումանյան, օպրես տղաս, մայրիկիդ միայն կփոխանցես, որ ես նաև արտասահմանյան գրականությունն եմ նախընտրում։ Իսկ հիմա… Այ, դու արի աղջիկս, արի։ Արի աղջիկս։ Բենջամին Ֆրանկլին, ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, լրագրող, հրատարակիչ և իհարկե գյուտարար։ Ապրես աղջիկս, գերազանց էր։ Այ օրինակ վերցրեք իրենից, իր նման եղեք։ Հաջորդը ով է։ Լավ եկեք ես կանչեմ, Սարգիս ջան, դու արի, հլարի տղաս, արի տեսնեմ դու ինչ ես բերել ես։ Չհասկացա Սարգիս, որտեղ է շարադրությունդ։ Չհասկացա։ Ով է քեզ օգնել այս ոչ մի բանը գրելիս Սարգիս։ Մայրիկս ընկեր Կթույան։ Իսկ մայրիկդ ուրիշ շարադրություն չի գրել ու տվել, որ փոխանցես ինձ։ Ոչ, քեզ Կթույան։ Լսի տղա, մայրիկդ որտեղ է աշխատում։ Մեր դպրոցին բուֆետում։ Փաստորեն դու տիկին Սիրանի որդին ես։ Պարզեք հո այդ ամեն ինչ տղա ջան, զերենք իր տեղը։ Իսկ դուք մի րոպե լուռ նստեք, իսկ ես հիմա կգամ։ Բարև ձեզ, տիկին Սիրան տոտա։ Բարև ձեզ։ Ինձ խնդրում եմ ուրեմն տվեք 10 հատ բուլկի, 10 հատ կրուասան, 10 հատ դեպի ճամբարըմպելիք և 10 տուփել կոնֆետ։ Շատ լավ, հեսա տա։ Հեսա 15,000 դրամ։ Հեսա վճարեմ։ Տալիս, ինչ ուղարկել եք, են էլ տալիս եմ, տիկին Քձիպ Սիրան տոտա։ Ես եմ խոդեմ,